Շարունակում ենք ծրագիրը արդյունի ուղիղ եթերում լուրերի թողարկումն է արգել հեռուստադիտողներ եւ այսօր հնարավորություն ունենք ուղղակիորեն կապվելու Գյումրիի եւ խոսելու թեմայի շուրջ, որին արդեն մի քանի օր է ձեզ փորձում ենք տեղեկացնել։ Իսկ թեման Գյումրիում ընտրություններն են։ Գյումրիի ընտրություններին մասնակցում է մի ուժ, որին դուք քաջատեղյակ եք, Եվրադաշինքից ներկայացված է պարոն Լևոն Բարսեղյանը, իսկ Լևոն Բարսեղյանին Գյումրիում շատ գիտեն, գիտեք նաև դուք կարծում եմ ձեզնից շատերը, ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ եւ Եվրադաշինքի, ինչպես ասեցի, ներկայացուցիչ մասնագիտություններ լրագրող, բարև ձեզ Լևոն։ Բարև ձեզ, հազար բարի, ողջունում եմ բոլորին։ Շնորհակալություն, մենք էլ ձեզ ենք ողջունում եւ հաջողություններ ենք մաղթում նախ եւ առաջ, որովհետեւ խաղ չէ ընտրություններին մասնակցելը, դուք որոշեցիք մասնակցել եւ ընդունեցիք առաջարկը Եվրադաշինքի, սա ինչ է նշանակում։ Ես սա իմ 4-րդ ընտրությունն է, 2 անգամ ընտրվել եմ ավականու անդամ, 1 անգամ չեմ ընտրվել, սա 4-րդն է հերթով։ 3 կուսակցություններ, որոնք անցած տարի նախաձեռնել էին Եվրաքվեն, Հայաստանի անդամակցության մեկնարկի օրենքի նախագծի ստորագրահավաքի համար, Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանի ղեկավարած, Հանուն Հանրապետության կուսակցությունը Արման Բաբաջանյանի ղեկավարած եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը Տիգրան Խզմալյանի ղեկավարած, քննարկումներից հետո հանգեցին մի մտքի, որ ճիշտ կլինի այս անգամ Գյումրու թիմ ընտրություններին մասնակցել դաշինքով, անվանվեց այն Եվրադաշինք եւ այդ դաշինքի մեջ են 25 հոգի, 20 հոգին կուսակցականներ են, այս 3 կուսակցություններից եւ 5 անկուսակցականներ իմ գործընկերները, այդ թվում ես, որպեսզի ընտրական համակարգը պարզ լինի մեր հայրենակիցներին, ասեմ, որ Հայաստանում ընտրում են ավականի համամասնական ընտրակարգով քաղաքային խորհուրդ։ Գյումրին 33 հոգի ունի, ապա խորհուրդը իր առաջին նիստում ավականին ընտրում է համայնքի ղեկավար։ Այսինքն 9 տեխնացուներից մեկը դուք եք, եթե չեմ սխալվում, տեխնացուները 9 են։ Այո, կարգը այնպիսին է, որ բոլորը համարվում են ավականու անդամության տեխնատու։ Ժողովրդական խոսքով առաջին համարներին ասում են քաղաքապետի տեխնացու, անմիջականորեն քաղաքապետ չի ընտրվում։ Ես երկար ժամանակ մտածելով, որն է քաղաքում ապրելով, տանջվելով, խնդիրներն իմանալով, լուծումներն իմանալով, որոշեցի, որ պիտի մասնակցեմ եւ իմ ծառայությունները առաջարկեմ քաղաքին, մեղմ ասած քաղաքի խնդիրները լուծել է պետք։ Եթե ես տեսնեի լուծողների, հազիվ թե առաջադրվեի։ Հասկացա, որ մենք կարող ենք գործ անել, հիմա ուզում ենք անել։ Եվ ձեր Եվրադաշինքից առաջադրվելը հետաքրքիր է ձեր ուղղվածությունը դեպի Եվրամիություն։ Ես ավելի պարզ ասեմ, իմ ուղղվածությունը հետեւյալն է. Հայաստանի համար ճանալ ապահովել ավելի բարձր քաղաքակրթական ստանդարտներ, քան թե արկա է եւ այնքան բարձր, որքան դա հնարավոր է։ Հայաստանը արդեն ահագին երկար ժամանակ է Եվրամիության հետ գործընկեր է, ոչ պաշտոնական գործընկեր, 1000 ու մի ծրագրեր է արել, 2.5 միլիարդ եվրոյից ավելի օժանդակություն է ստացել, խորհրդատվություն, զանազան աջակցություններ, փոխանակման ծրագրեր եւ այլն, ու համարում եմ, որ ես ու մի շարք ընկերներս, որ Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը պիտի լինի Եվրամիությունը։ Մենք չգիտենք հետո ինչ կլինի, 10 տարի, 20 տարի, 30 տարի հետո ամենալավ հնարավորությունն է սա Հայաստանի զարգացման համար։ Եթե մեկ ուրիշ բան լիներ ավելի լավ, ասենք Մերձավոր Արևելքում, հա, կասեի, որ այո, այդ քաղաքակրթական ընտրությունն ավելի կարևոր է։ Ուրեմն ճանապարհային նշաններից սկսած կրթություն, առողջապահություն, արդարադատություն, ոստիկանություն եւ այլն, պիտի ուրեմն բարեփոխվեն վերջապես, մարդավարի ռեֆորմներ պիտի լինեն, ու այդպիսի ռեֆորմներ եղել են նախկինում շատ սահմանափակ որակով, հա, եւ հիմա համարեցինք, որ այս կուսակցությունները եւ մի տասնյակ հասարակական կազմակերպություն, բազմաթիվ հասարակական գործիչներ անցած տարի նախաձեռնեցինք այդ ստորագրահավաքը եւ 3 առաջի օրը ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք, 2 տող է այդ օրենքը, մեկնարկել Եվրամիության անդամակցությունը, դրանից բխելու են ուրիշ օրենքներ նույնպես։ Եկեք անդրադառնանք նաև տրամադրություններին Գյումրիում, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել, էլ չասենք, որ շաբաթն էլ լռության օր է։ Այո։ Գյումրիում 9 քաղաքական ուժեր են,
Ես ճիշտն ասած կարոտ մնացի գաղափարական բանավեճի, Գյումրու զարգացման ծրագրերի շուրջ բանավեճի, դրանք շատ սահմանափակ էին, շատ քիչ էին, շատ հաճախ, օրինակ երեկվա բանավեճը հանրայինով բաներ, թաղային ռազմորքի տպավորություն թողեց շատերի մոտ, ինչպիսին բոլորովին չէի ուզենա տեսնել։ Հա, որոշ կրքեր փոփոխվեցին, լարվեցին մի քանի հետախուզումների, ձերբակալությունների հետ կապված, թեկնածուներից երկուսի գրասենյակներում, բնակարաններում, բերման ենթարկված 8 հոգի, եթե չեմ սխալվում, 3-ը ձերբակալված, այսօր մեկը ազատ արձակվեց, խափանման միջոցով ինչ որ շատ չեմ հասցրել մանրամասներին նայել, Հայր ու բայց որդի կարծեմ ազատ մեղադրանքները արձակվեցին։ ընտրակաշառքին էին վերաբերվում։ Քաղաքում այսօր, քանի որ քարոզչության վերջին օրն էր, մի շարք զանգվածային միջոցառումներ կային, հանրահավաքներ, երթեր, ահա այս էր Իսկ ձեր բանը կարծիքով ներողություն գյումրեցու ակտիվության առումով մասնակցության, որքանով են շահագրգիռ այսօր գյումրեցիները։ Սկզբունքային տարբերություն կա 21 թվականի քաղաքային ընտրությունների հետ, անցած անգամ քաղաքային ընտրությունները եղան ազգային ժողովի ընտրություններից 21 թվականին, 4 ամիս հետո, երբ քաղաքական ուժերը ինչ որ գնահատական եւ հագեցում էին ստացել ԱԺ ընտրությունների ժամանակ եւ հետաքրքրությունը նվազեր համայնքային ընտրությունների հանդեպ եւ այն անգամ մասնակցեց 25%-ը, 24.5%-ը ընտրելու իրավունք ունեցողների, 4-ից մեկը մասնակցեց, 3-ը չմասնակցեցին։ Հիմա այս ընտրությունները 1 տարի նախորդում են ազգային ժողովի ընտրություններին եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար սա նախավարժանքի է նման, ուժերի չափման նախնական մի միջոցառման է նման եւ շատ շատերն են շահագրգիռ մասնակցել, փորձելով ավելի լավ դիրք ունենալ Հայաստանի երկրորդ քաղաքում ազգային ժողովի 26 թվականի հունիսի ընտրություններից առաջ եւ ենթադրում եմ երևի 35%-անոց մասնակցություն, մի 10 քանի տոկոս ավելի, քան եղել է անցած անգամ։ Հատկապես ինչ պիտի հորդորեք գյումրեցիներին մինչև ընտրություն։ Քարոզարշավի ընթացքում համենայն դեպս ավելի շատ ինչի մասին եք խոսում։ Թե քարոզարշավի ընթացքում ծրագրերի մասին էինք խոսում, մանրամասնում էինք, անցյալն էինք վերլուծում, մարտահրավեր էինք անում, թե եկեք բանավիճեք, էլի, այ մարդ քաղաքի խնդիրները խոսելու կարիք ունեն։ Գյումրեցիներին իմ հորդորը եղել է եւ մնում է հետեւյալը, թե նախ եւ առաջ չվախենաք որևէ ճնշումից։ Քրեական ճնշում կլինի, վարչական ճնշում կլինի, ուրեմն հեղինակության ճնշում, ընտրակաշառքի ճնշում կլինի, ամեն դեպքում խայտառակ բաներ են դրանք, որոնք պիտի արմատախիլ արվեին եւ դեռ արմատախիլ չեն արվել։ Մյուսը անպայման մասնակցել ընտրություններին, անպայման գնալ եւ կարծիք հայտնել, որովհետեւ վատագույն իշխանությունները ձևավորվում են ընտրություններին չմասնակցող ընտրողների պատճառով, իսկ մեր հայրենակիցներին, որոնք քաջալերում են անընդհատ, ես ստանում եմ նամակներ տարբեր ուղերձներ արտերկրից եւ Հայաստանի մնացած մարզերից, խնդրում եմ անել հետեւյալը. զանգել շաբաթ օրվա ընթացքում, զանգել գյումրեցի իրենց ծանոթներին, հարազատներին, ազգականներին եւ զրուցել մի 10 րոպե, հարցնել մասնակցելու են թե ոչ, եթե ոչ ինչու, թող բացատրեն, ում են ընտրելու եւ եթե ընտրելու են ինչ-որ մեկին, ապա ինչու։ Կարող են նաև քարոզել մեր օգտին, եթե մեր գաղափարները կիսում են, բայց այդ զրույցը ինձ թվում է, որ մարդկանց կստիպի մտածել, խթանել եւ Այո։ նրանց մասնակցությունը բարձրացնել։ Այս է, եթե շատ համառոտ։ Ահա թե ինչու արգելի հեռուստադիտողներ, կարևոր է նաև մեր մասնակցությունը, այդպես ստացվեց Միացյալ Նահանգներում ապրողներից Գյումրիի ընտրություններին։ Բոլորս էլ շատ սիրում են Գյումրին, բոլորն էլ հենց գնում են Հայաստան, անպայման այցելում են Գյումրի։ Այնպես որ նկատի ունեցեք այս հանգամանքը եւ հաջողություններ մաղթենք պարոն Բարսեղյանին եւ Գյումրիին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Եվրատաշին քվեաթերթիկ համար 6։ Հաջողություն։